Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան այցի շրջանակում Հայաստանն ու Ամերիկան ստորագրեցին արհեստական բանականության եւ կիսահաղորդչային նորարարական գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Այդ օրվանից Հայաստանի եւ Միացյալ Նահանգների թիմերն աշխատել են քաղաքական մտադրությունը կոնկրետ արդյունքների վերածել։ Հայաստանն ընդլայնում է համագործակցությունը Միացյալ Նահանգների կառավարության, նաեւ առաջատար մասնավոր հատվածի ընկերությունների եւ հաստատությունների հետ։ Հայաստան-Ամերիկա տեխնոլոգիաների եւ նորարարության գագաթնաժողովն այդ աշխատանքի շարունակությունն է։ Ժամանակն է, որ կողմերը երկխոսությունից անցնեն կոնկրետ համագործակցության, նախարարության արհեստական բանականության գործարանների այգի կառուցելու տեսլականը աստիճանաբար իրականություն է դառնում։ Հայկական կողմն ակտիվորեն աշխատում է Firebird-ը կյանքի կոչելու ուղղությամբ եւ հատկապես խրախուսելի է տեսնել, թե ինչպես է Firebird-ը ամրապնդում համաշխարհային տեխնոլոգիական առաջատարների Dell-ի, Nvidia-ի ներկայությունը Հայաստանում։ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը կապող օղակ է հանդիսանում ամերիկյան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների Հայաստան մուտք գործելու, աջակցելու համար։ Հայ-ամերիկյան գագաթնաժողովում խոշոր ընկերությունների ներկայացուցիչները տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտում գործակցության տարբերակներ են փնտրում։ Ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում, քանի որ նշում ենք Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև խորացող տեխնոլոգիական գործընկերությունը, որը գտնվում է մեր ընդլայնված երկկողմ հարաբերությունների եւ ռազմավարական գործընկերության հիմքում։ Այս հավաքը հատուկ նշանակություն ունի, քանի որ փոխնախագահ Վենսն այստեղ է, Հայաստանում։ Նրա այցը ընդգծում է առաջնահերթությունն ու ուշադրությունը, որ այս վարչակազմը տալիս է Հայաստանի հետ հարաբերություններին, նաեւ մեր համատեղ խանձնառությունը նորարարությանն ու տնտեսական բարգավաճմանը։ Համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, եթե շարունակվի այս տեմպերով, ավելի է մեծանալու հետաքրքրությունը այս ոլորտի հանդեպ, եւ նոր կազմակերպություններ ի հայտ կգան Հայաստանում ներդրումներ անելու համար, նաեւ այս շրջանակը կընդլայնվի կատարված աշխատանքների ֆոնին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել էր, թե Միացյալ Նահանգները արտահանման լիցենզիաներ է տրամադրել բարձր հզորությամբ Nvidia չիպերի վաճառքի համար։ Այդ չիպերն ըստ Վենսի աշխարհի ոչ բոլոր երկրներում կան։ Դրանք մշակվելու են տվյալների սկաներներում։ Օրինակ, եթե խոսքը Firebird-ի նախագծին է վերաբերում, ապա չիպերի արտահանման համար լիցենզիայի հնարավորություն այդ ընկերությանն արդեն տրվել է, ինչը հնարավորություն կտա ապահովել մատակարարման գործընթացը։ Հայաստանի բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններն առաջիկայում նոր պրոդուկտ կարող են ներկայացնել աշխարհին, Հայաստանում կառուցելով դինամիկ արհեստական բանականության նորարարական էկոհամակարգ։ Հայաստանը աջակցում է արհեստական բանականության վրա հիմնված ստարտափերներին եւ հետազոտություններին հիմնական ոլորտներում, ներառյալ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը եւ կրթությունը։ Ռուսաստանին ու Ռուսաստանի շահերին վնասել չկա, չի եղել ու չի լինելու մեր օրակարգում, դա բացառված է, որևէ մեկը չի կարողանալու մեզ ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ։ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով օրակարգում միշտ կարող են լինել լարումներ, տարբեր օրակարգեր, սակայն Հայաստանը Ռուսաստանի հետ խնդիրներ չի ստեղծելու։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վերաբերյալ մեր ռազմավարական պատկերացումները։ Մենք բոլոր տեղերում մեր բոլոր գործընկերների հետ կիսում ենք հետևյալ միտքը, որ Ռուսաստանին, Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա եւ չի լինելու մեր օրակարգում։ Դա բացառված է։ Որևէ մեկը մեզ չի կարողանալու, եթե նույնիսկ փորձի, մինչև հիմա փորձեր չեն եղել, բայց որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ։ Եվ նաև մենք ռուսաստանցի մեր գործընկերներին ենք ասում ենք, գիտեք, մենք չենք կռվելու ձեզ հետ, մենք չենք վիճելու ձեզ հետ, մենք ձեզ հետ այսպես վիճաբանության լեզվակռվի մեջ չենք մտնելու, որովհետև մենք գնահատում ենք այն հարաբերությունները, որը մենք ունենք։ Մենք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել ենք այն բովանդակությունը, որը մենք նախորդիվ 5 տարիների ընթացքում առաջինն ու 5-ից մի քիչ
առաջարկել ենք Ռուսաստանի Դաշնությանը։ Իհարկե, այնտեղ Թրամփի ուղի չկար, բայց մենք 5 բառ ենք ուզել ընդամեն։ 5 բառ։ Այդ բառերն են եղել տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն։ Արևմուտքի, մասնավորապես Միացյալ Նահանգների հարավային Կովկասին մերձենալը պլանները Սյունիքում թրիփի նախագծի իրականացման նկրտումները ավելի են մեծացնում տարածաշրջանային մյուս պետությունների հետաքրքրությունը այդ նախագծում ընդգրկվելու առումով։ ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցին ընթരാճ Ռուսաստանից եւս մեսիջներ են հասնում հետաքրքրվածությունն ավելի է մեծանում թրիփի ուղուն իրենց ներդրումն ունենալու առումով։ Мы готовы к обсуждению. Մոսկվան պատրաստ է քննարկել Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը թրիփ նախագծին, հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցությունը երկաթուղային ոլորտի զարգացման գործում։ Развитие железнодорожной сферы. Որոշ վերլուծաբանների դիտարկմամբ սակայն կասկածելի եւ անհնարին է նախագիծ, որտեղ Միացյալ Նահանգներն է կարող է տեղ գտնել նաեւ Ռուսաստանը։ Միացյալ Նահանգների ընդհանրապես արևմուտքի առաջնահերթ խնդիրներից է հարավային Կովկասից Ռուսաստանին մեկուսացնելը եւ հակառակը Հայաստանի հյուսիսային հարևան Ռուսաստանի շահերից չի բխում արևմուտքի ներկայությունը տարածաշրջանում։ Միացյալ Նահանգների տեսանկյունից տեսեք, Իգին միջանցքի ամբողջ իմաստը այն է, որ դա այնտեղ Ռուսաստանը մասնակցություն չունենա։ Եթե Ռուսաստանը այդտեղ մասնակցություն ունեցավ, ես չեմ կարծում, թե հնարավոր կլինի տրիպը դարձնել միջին միջանցքի մաս։ Ընդդիմադիր թևը համարում է, որ բացառիկ իրավունքները, որոնք ԱՄՆ-ն ստեղծել է իր համար թրիփ նախագծում, հնարավորություն չի տալու Հայաստանի այլընտրանքային կոմունիկացիաների, մասնավորապես Իրանի հետ երկաթուղային կապի կառուցումը, հիշեցնելով նաև, որ 2019-ին Հայաստանի կառավարությունը կասեցրել է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման չինական կողմի հետ մշակված նախագիծը։ Հակելով Իրանի ճանապարհը դեպի հյուսիս-հարավ, այդ ճանապարհով Իրան-Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Իրան-Հայաստան, Վրաստան, Սևծով, Ապոտին եւ Բաթու նավանգիստերով, Սևծով Եվրոմիություն։ Այդ ճանապարհը փակելու շլագբաում է, երբ որ Ամերիկան պետք լինի բացի, երբ որ Ամերիկան պետք լինի փակի։ Թրիփը դա է։ Իդեպ Իրան-Հայաստան երկաթգծի երկարությունը պետք է կազմեր 300 կիլոմետր, ներառելով 64 կամուրջներ, 19.4 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, 60 թունելներ եւ 27 կայան։ Օրհներքի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներքի կենդանի կատարումը։ Սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որը պլանավորվում է պետական կառույցների կողմից, առավել ևս արարողակարգային միջոցառումների դեպքում, պետք է ապահովել օրհներքի կենդանի կատարման հնարավորությունը։ Կարգավորվում են նաև բոլոր այն դեպքերը, երբ օրհներքը կարող է հնչել ոչ պետական կազմակերպությունների եւ այլ անձանց կողմից կատարվող միջոցառումների սկզբում։ Այստեղ կենդանի կատարումը նույնպես դիտարկվում է, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել պաշտոնական այն ձայնագրությունը, որը հասանելի է։ Օրենքը արդեն իսկ սահմանում է, որ մանկապարտեզներում, դպրոցներում եւ քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին օրհներքը պետք է հնչի։ Օրհներքի կատարման կարգով հստակեցվում է, որ օրհներքը պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ, այսինքն մենք պարտադիր ենք դարձնում, որպեսզի օրհներքի կատարումը ներառի նաև բոլոր անձանց, ովքեր ներգրավված են։ Նախորդ տարի հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ եւ էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Մասնավորապես սահմանվել է, որ հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինն իր մոտ առկա տեղեկության հիման վրա։ Կառավարության որոշմամբ սոցիալական ծախսը ֆիզիկական անձին կփոխհատուցվի, եթե վերջինս օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը։ Մինչև հարկային օրենսգրքում վերանշյալ փոփոխությունը կատարելը սոցիալական ծախսից օգտվելու համար հայտարարատու ֆիզիկական անձը պետք է ներկայացված լիներ եկամտային հարկի տարեկան հաշվարկը, իսկ հայտարարագիրը կարող է ներկայացվել միայն էլեկտրոնային ստորագրությամբ հաստատվելուց հետո, այսինքն նախկինում գործող մոտեցումը պահպանվել է, ինչը նշանակում է, որ սոցիալական ծախսից օգտվելու կարգի առումով խստացում չի կատարվում։ Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ Հայաստանում զբոսաշրջային ծառայությունները կվերահսկվեն պետության կողմից։ Զբոսաշրջային գործունեություն կարող են ծավալել այն ընկերությունները, որոնք կգրանցվեն միասնական հարթակում, որի շնորհիվ հստակ կդառնա որն է հյուրանոց, որն է հոսթել կամ առողջարան եւ այլն։ Դրանից հետո էկոնոմիկայի նախարարությունը այս ընկերություններին կտա հավաստագրեր ու եթե
եթե պարզվի նրանց ներկայացրած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ապա քրեական պատասխանատվության կենթարկվեն։ Բալային համակարգն է լինելու, բոլորը ստանդարտ 20 բալ են ունենալու, նախնական այս պահին նախագծով այդպես է, որից հետո այդ ամեն մի բողոքի հետևանքով, եթե ստուգում է իրականացվում, տեսնում են, որ դա ճիշտ է, բալերը պակասում են եւ դա հասանելի է լինելու բոլորին, այսինքն եւ մրցակիցներին, եւ զբոսաշրջիկներին։ Վարչապետ Փաշինյանն էլ արձանագրեց 2025 թվականն առաջին տարին է եղել, երբ Հայաստան վերադարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը շուրջ 8600-ով ավելին է, քան Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվն է։ Արտագաղթը փոխարինվել է ներգաղթով։ Հունվարի 28-ին Արևշատ եւ Նշավան գյուղերի բնակիչները շնամարտ են կազմակերպել Արևշատի դաշտում։ 45-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին, խոստովանել արարքը, իսկ փաստաթղթերը փոխանցել են նախաքննական մարմնին։ Կենթանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում շնամարտերի կազմակերպումը, քրեորեն պատժելի է։ Հայաստանում կանանց շրջանում ամենատարածվածը կրծքագեղձի քաղցկեղն է, ինչը համընկնում է համաշխարհային միտումների հետ։ Տղամարդկանց շրջանում առավել հաճախ հանդիպողը թոքի քաղցկեղն է, որը մեծապես կապված է ծխախոտի գործածման հետ։ Սա էպիզոդների մի ամբողջ սերիայի ընթացքն է, երբ առողջ բջիջները ԴՆԹ մուտացիաների արդյունքում սկսում են անկառավարելիորեն բազմացնել ու դարձնել ուռուցք։ Աշխարհում ամեն տարի շուրջ 20 միլիոն մարդ քաղցկեղի ախտորոշում է ունենում։ Այս ամենին զուգահեռ ամբողջ աշխարհում զարգանում է բժշկությունը եւ հայտնաբերվում են քաղցկեղի բուժման նորանոր մեթոդներ։ Հայաստանում տարեկան միջինը ախտորոշվում է քաղցկեղի շուրջ 8500 նոր դեպք ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության։ Հայաստանում իրականացվում են նաև սկրինինգային ծրագրեր, վաղ հայտնաբերելու մասնավորապես կրծքագեղձի, արգանդի, պարանոցի եւ կոլորեկտալ քաղցկեղները։ Այս հիվանդության առնվազն 40-ից 60%-ը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում լիովին բուժել։ Դրա հիմնական գործիքը սկրինինգն է։ Մենք ներդրել եւ ընդլայնում ենք սկրինինգային ծրագրերը, կանխելու կրծքագեղձի քաղցկեղը, արգանդի պարանոցի քաղցկեղը, կոլորեկտալ քաղցկեղը։ Սկրինինգային այս ծրագրերը գիտականորեն ապացուցված մեխանիզմներ են, որոնք ամբողջ աշխարհում նվազեցնում են քաղցկեղից մահացությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամբողջ աշխարհում քաղցկեղի դեպքերի շուրջ 1/3-ը կարելի է կանխարգելել, եթե նվազեցվեն հայտնի ռիսկ ֆակտորները՝ ծխելը, ալկոհոլի գործածումը, անառողջ սնունդը, ֆիզիկական ակտիվության պակասը եւ բնապահպանական աղտոտվածությունը։ Բացի այդ, որոշ չարորակ ուռուցքներ կապված են վարակների հետ, օրինակ հուման պապիլոմավիրուսի եւ հեպատիտ վարակների հետ, որոնք են Հայաստանում հատկապես վերջին տարիների քաղցկեղի տարածման հիմնական պատճառները, պարզաբանում է առողջապահության ոլորտի փորձագետը, պարզաբանելով, որ վերջին տարիների հաշվարկներով Հայաստանում տարին մոտ 7700-ից 8000 նոր քաղցկեղի դեպք են գրանցում, իսկ դեպքերի թիվը աճում է, ինչպես ավելի լավ ախտորոշման, այնպես էլ ռիսկաֆակտորների տարածման պատճառով։ Հայաստանում ըստ ինձ ամենակարևորագույն պատճառներից մեկը դա օր-օրի վատացող օդի վիճակն է, օդի աղտոտվածությունը, ինչպես նաև սննդի հետ պայմանավորված գործոնը, որովհետև չկա վերահսկողություն էկոլոգիապես մաքուր սննդի հետ կապված, այսինքն մեկ խոսքով ասած Հայաստանում մենք չգիտենք ինչ ենք ուտում եւ ինչ ենք շնչում։ Այսպիսով քաղցկեղը շարունակում է մնալ առողջության լուրջ մարտահրավեր, դրա դեմ պայքարը ըստ մասնագետների յուրաքանչյուր անհատի պատասխանատվությունն է։ Ճիշտ ապրելակերպով եւ պարբերաբար զննմամբ շատ դեպքեր հնարավոր է կանխարգելել, անգամ հաջող բուժել։ Կոնդ թաղամասում հակասանիտարական վիճակ է, 100-ից ավելի տան բնակիչ մեկ շաբաթից ավելի ստիպված գարշահոտ է շնչում անցուդարձ անում գոյաջրերի միջով։ Այնտեղից դուրս է գալի, տեսեք ավտոմեքենաների տակով, գնում է կեղտաջուրը, սենց իջնում է կեղտաջուրը, ամբողջ տարածքում գարշահոտ վիճակ։ Հիմա այսա դուք ձեր ուժերով, մենք մեկ ուժ ունենք, թոշակառու մարդ են, ես ուժ չունեմ, որ այդ Քաղաքացիները զայրացած են Վեոլիա ջուր ընկերության, Երևանի քաղաքապետարանի եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վրա։ Ասում են նրանցից որևէ մեկը չի շտապում խնդիրը լուծել։ Կալովի բանն այ, երեքն այ, ուղղակի այսօր եղավ մի շաբաթ, քաղաքապետարան ասել ենք, Վեոլիա ջուր ասել ենք,
Թաղապետարան ասել եք ոչ մեկի բանը չի, պետական ասма մասնավոր բան է, դուք Կանոնավոր վճարումներ են կատարում, բայց փոխարենը երեխաները դպրոց ու մանկապարտեզ են գնում կեղտաջրերի միջով։ Համաճարակի վտանգը օր-օրի ավելանում է, շտապ լուծում է պետք։